Հարգելի գործընկերներ, երեք ընդդիմությունը ասում է, դե բյուջեն երկու անգամ ավելացել է, հետո ինչ, եղել է պատմական շրջաններ, որտեղ էլի բյուջեն երկու անգամ ավելացել է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ինչ պայմաններում է ավելացել մեր բյուջեն երկու անգամ։ 20 թիվ, կովիդ, պատերազմ, արհավիրք, 21 թիվ, էլի կովիդ, էլի պատերազմի հետևանքներ, 22 թիվ, էլի մի շարք արհավիրքներ, 23 թիվ, էթնիկ զտում, Լեռնային Ղարաբաղ և 100,000-ից ավել փախստականների ընդունում, 24 թիվ, նույն պրոբլեմներ և 25 թիվ, մի քանի ամիս է ոնց որ թե նորմալ առանց արհավիրքների, սակայն նախկին պրոբլեմներով նորից փորձում ենք առաջ տանել։ Այսինքն, այս արհավիրքների աղետների պայմաններում մեզ հաջողվել է բյուջեն կրկնապատկել։ Երբևէ այսպիսի աղետներ, արհավիրքներ, այսպիսի խնդիրներ ամեն տարի երբևէ որևէ իշխանության առաջ չի եղել։ Եվ այս պայմաններում մեզ հաջողվել է դա անել։ Ինչ ենք արել անվտանգության ոլորտում։ Ակադեմիայից 3 խոսք գնաց, մինչև 21-22 թիվը ինչ էր ակադեմիան ռազմական։ Ռազմական ակադեմիան գաղութի և զորամասի արանքում ինչ-որ մի հատ հաստատություն էր։ Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն գրեթե չկար։ Ավեր, ներսը, ամեն ինչ ավերված, ոչ մի դասախոսական նորմալ ամբիոններ չկային։ Եղել է տարի, որքանով ես հիշում եմ, ակադեմիան դիմորդները եղել են ընդամենը 16 հոգի։ Ու այս պայմաններում մենք ուզում ենք բանակ ունենայինք, առանց բազային կրթությամբ սպաների, առանց ռազմական ակադեմիայի։ Եվ ինչ ունենք 22 թվականից հետո, երբ որ շատ լուրջ բարեփոխումներ իրականացվեցին այդ ոլորտում, երբ պետությունը շատ կարևորեց կադրերի, որակյալ կադրերի պատրաստման գործընթացը, մենք ունեցանք այն, որ մի տարի ու կես հետո ակադեմիան ճանաչվեց աշխարհի լավագույն ակադեմիաների 19 ակադեմիաների ցանկում։ Մենք ունեցանք այն, որ ակադեմիան ավարտողներին 3 սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Աննախադեպ դա բարեփոխում է և աննախադեպ սոցիալական ապահովությանը ուղղված միջոցառում։ Երբևէ նման բան չի եղել։ Երևի նախկինում, որպեսզի լեյտենանտը ակադեմիա ավարտածը տուն ստանար, ես չգիտեմ, դա կարող է լինել միայն հետմահու, էդ էլ կլիներ, թե չէր լինի։ Հիմա բոլորին 3 սենյականոց տուն ենք տալիս։ Ակադեմիայում այսօր ունենք լավ ամբիոններ, լեզվի ամբիոններ, անգամ թուրքերենի։ Ակադեմիայի դասընթացները երեք պարոն Գեղամ Մանուկյանը բողոքում էր, ասում էր, խեն քաղաքացիական առարկաներ անցնում։ Այո, քաղաքացիական առարկաներ են անցնում, եւ այդ քաղաքացիական առարկաները անցնում են նաեւ Երևանի պետական համալսարանում, ակադեմիայի մեր սաները գնում են այնտեղ Բրյուսով են դասընթացների մասնակցում։ Մենակ մի 7 ձևի ֆիզիկական կուլտուրայի առարկաներ են անցնում, եւ մեր ակադեմիայի սաները վաղը լինելու են այս բանակի ղեկավարները, նաեւ ձևավորվելու է սերուցքը մեր ժողովրդի, որը լինելու է հենց այս սպաներից, որոնք ունենալու են շատ բարձր որակներ, ֆիզիկական և կամային հատկանիշներ և պրոֆեսիոնալ սպաներ։ Սա ակադեմիայի մասով, երեք որ ասում էր ինչու ակադեմիան սենց չի կամ նենց է, բայց ամեն մի սպա պատրաստել է նաև տևում է 4 տարի, 5 տարի։ Այն ընդունվածները, ովքեր ունեն լեզվի իմացություն, գոնե դպրոցական մակարդակի, գերազանց մակարդակի իմացություն, կարող են շարունակել ուսումը 1 տարի ակադեմիայում սովորելուց հետո 4 տարի կարող են սովորել միջազգային այլ ակադեմիաներում, Ֆրանսիայի, Հունաստանի, գուցե Միացյալ Նահանգների եւ այլն։ Ահա այսպիսի արդյունքների ենք հասել մենք բազային կրթությամբ սպաներ, կադրեր պատրաստելու առումով։ Ինչ ունենք համրաշինական կառույցների և զինվորների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք այսօր աննախադեպ մեծ ծավալի, երևի Հայաստանի 30 տարվա պատմությունը և դրանից առաջ էլ, որ գումար ենք բազան պատկենք, այս վերջի մի 2-3 տարվա արդյունքները չենք կարող մենք ունենալ, նույնիսկ այդ արդյունքների մի մասը չենք կարող ունենալ այս առումով։ Ամրաշինական կառույցներ ենք սարքում ամբողջ սահմանների երկայնքով։ Այս մասին շատ չենք խոսում, բայց զինվորը արդեն գիտի, զինվորը այսօր ունի բարձր պաշտպանվածություն և նման պաշտպանվածության մակարդակ երբևէ չի եղել։ Իհարկե տեղեր կան դեռևս
այդ աշխատանքները չեն իրականացվել, դա 1-2 տարում բնականաբար հնարավոր չի անել, բայց այս 1-2 տարում այնքան բան է արվել, որ ուղղակի ես ինքս նախքան այդ աշխատանքները սկսելը զարմանում չէի հավատում, որ հնարավոր էր այդ ծավալի մեծ աշխատանքներ անենք։ Ռազմարտությունաբերության ոլորտում, այդքան որ անվտանգությունից խոսում ենք, Հայաստանը չի ունեցել ռազմարտությունաբերություն, կարող եմ ասել, մինչև 20-21-22 թիվը 21 թիվը ռազմարտությունաբերություն մենք չենք ունեցել, ուղղակի չենք ունեցել, չէին է թույլ տա, որ մենք ունենանք։ Հիմա մեր ռազմարտությունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ չենք կարող, ցավոք սրտի, չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ եւ դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։ Իհարկե դա շատ տեսանելի է լինելու։ Անվտանգության ոլորտում արտաքին հետախուզություն ձևավորել ենք 0-ից արտաքին հետախուզության ծառայությունը, որը շատ կարևոր ծառայություն է եւ նույնպես այսօր արդեն գործում է եւ համալրված է որոշակի առումով եւ մի քանի տարի հետո, կարճ ժամանակ հետո ամբողջությամբ կիրականացնի իր արժեվ դրած ֆունկցիաները։ Ատեստավորման գործընթաց, աշխատավարձերի բարձրացում ամբողջ զինված ուժերում, ոստիկանությունում, անվտանգային համակարգերում, գիտելիք, փող, գիտելիքի պրոֆեսիոնալիզմի դիմաց, աշխատավարձ, գիտելիքի եւ պրոֆեսիոնալիզմի դիմաց։ Եվ ինչ ստացվեց, որ այսօր մեր զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում մարդիկ նորից վեր են իջնում իրենց գիտելիքները, բարձրացնում են պրոֆեսիոնալիզմի մակարդակը, դրան զուգընթաց նաև իրենց աշխատավարձերը։ Ոստիկանությունում այնպիսի բարեփոխումներ են իրականացվել ներքին գործերի համակարգում, որը նույնպես աննախադեպ է։ Նոր մշակույթ, նոր բովանդակություն, նոր ձև է ստացել ընդհանրապես ոստիկանությունը։ Բարեկային ոստիկանության ձևավորում, այսօր բարեկները ոստիկանության հիմնական ստորաբաժանումներ այնպիսի համալրում ունեն տեխնիկական, շենքային եւ այլ պայմաններով, որ երբևէ չէին էլ կարող երազել։ Ես կոնկրետ ոստիկան եմ, ես չէի կարող երազել, որ նման բան կարող է լինել։ Եվ թե տրանսպորտային միջոցները 3 բացումներ մեր ոստիկանության բարեկային ծառայության շենքի եւ ուղղակի շենքային պայմաններ իր սպորտզալով, բաղնիքներով, չգիտեմ, հրաձգարանով, օպերատիվ կառավարման կենտրոնով, որ եթե աչքերը փակած մտնեիք միտեղ, կասեիք, որ սա Հայաստանում չէ, սա այլ երկրում է։ Այս բարեփոխումներ հենց տենց չի եղել, սա շատ դժվար, ծախսատար բարեփոխումներ են, որը եղել են։ Մեծ ծավալի դատաիրավական բարեփոխումներ են եղել, որի մասին պարոն Վարդանյանը արդեն խոսեց, հակակոռուպցիոն դատարաններ եւ այլ, կադրային մեծ հարցեր են լուծվել դատական համակարգում եւ սրան շատ չեմ ուզում անդրադառնամ։ Շինարարություն Ճանապարհներ են կառուցվել, վերակառուցվել 2400 կիլոմետրից ավել։ Սրա մեջ չի ներառվում սուբվենցիոն ծրագրերով կառուցված եւ վերանորոգված ճանապարհները, հələ դա չեմ ներառում։ 2414 մետր, կարծեմ, այդքան ճանապարհ է կառուցվել եւ այն գյուղերը, որոնք որ մոտ կես դար ճանապարհ չեն ունեցել, այսօր շատ ու շատ գյուղեր ունեն նորմալ բարեկարգված ճանապարհներ եւ այդ գործընթացը շարունակվում է եւ բոլորն են ունենալու լավ ճանապարհ։ 500 դպրոց, 300 մանկապարտեզի մասին չեմ խոսում, այսօր ընդդիմությունը ասում է սուտ եք ասում, հələ հազիվ մի 100-ն եք սարքել, տոլի 100-ն եք սարքում, հա 500 չի, 100 է, իհարկե դառնալու է 500 եւ դառնալու է 300 մանկապարտեզ։ ԶՊՄԿ-ի հետ այսօր Լիդիան Արմենիայի հետ կառավարությունը բաժնետեր է, ոչ թե մարդիկ են փայատեր, այլ կառավարությունը եւ ԶՊՄԿ-ն էլ այս ամեն ինչի արդյունքում ցույց տվեց ազնիվ համագործակցության արդյունքում պետության հետ ցույց տվեց, որ կարող է բյուջե մոտ երևի 10 անգամ ավել գումար վճարել։ Այս է եղել մեր անցած տարիները։ Աղետների մեջ, արհավիրքների մեջ կարողացել ենք բյուջեն 2 անգամ ավելացնել, կարողացել ենք մեր անվտանգային համակարգը կառուցենք, ոչ թե վերակառուցենք, որովհետև տեղ-տեղ 0 վիճակ ա եղել, եւ կարողացել ենք այս ամենը անել։ Դե պատկերացրեք, եթե այս արհավիրքները չլինեն, ես չգիտեմ, բյուջեի այս ամբողջ եկամուտները 4.3 միլիարդ էր լինելու, թե 14.3 միլիարդ, բայց եթեով պատմությունը չի սիրում, որ խոսենք, ամեն դեպքում մեզ հաջողվել է դա անել
պարոն վարչապետ, արդից օգտվելով ուզում եմ ասել, որ աջակցում եմ ամբողջությամբ երդվյալ ատենակալների ինստիտուտի ձևավորման գործին, կառավարությունը, այսօրվա իշխանությունը փորձել է, քաղաքական իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, բայց նաև կարելի է ժողովրդին մաս դարձնել նաև դատական իշխանությանը, դա շատ կարևոր է եւ կարծում եմ, որ նաև ժողովրդի կողմից կողջունվի, շնորհակալություն։ Վահագն Թունյան